Դուք ասում եք ջախջախվել է ընդդիմությունը, բայց ամեն դեպքում Փաշինյանն էլ 49% ձայն է հավաքել, եթե փոշիացված ձայները չավելանային, իսկ փոշիացված ձայները դա Փաշինյանին աջակցող ձայներ չեն, այսինքն ըստ էության նա 50% նույնիսկ ձայն չի հավաքել, սա խնդրահարույց չէ ձեզ համար։ Ոչ, խնդրահարույց չի մեզ համար, պարլամենտական կառավարման երկրում մենք արդեն 8 տարվա իշխանություն ենք, եթե ուշադիր լինեք, աշխարհի տարբեր երկրներում կոալիցիոն կառավարություններ են ձևավորում նաև այսպիսի ընտրությունների արդյունքում, իսկ քաղաքացիական պայմանագրի դեպքում քաղաքացիական պայմանագրի անգամ չի աջակցել Փաշինյանին։ Պատասխանել մեզ աջակցել է ընտրության մասնակիցների 49.9%-ը, որի եւ 50%-ի մեջ տարբերությունը ընդամենը 1500 ձայն է եւ վերահաշվարկն էլ ավարտված չի բացառվում, որ եւս 1500 ձայն ավելանա, ինչպես օրինակ ավելացել է մի քանի տեղամասերում ամփոփման արդյունքում, բայց այստեղ նաեւ 49.9 եւ 50-ի մասին չի խոսակցությունը քաղաքացիների ճնշող մեծամասնության քվեն ստանալու մասին է եւ այդ մեկնաբանությունը թույլ տվեք ձեր հետ չկիսեմ, ինչ է նշանակում փոշիացող ձայների արդյունքում ընտրությունների շատ լավ, դե փոշիացող ձայների արդյունքում թող ուժեղ Հայաստանը կարողանար մեծամասնություն կազմել։